Գիտեք արդյոք, որ սիրահետումը կենդանական բնազների լուռ խաղ է, որտեղ տրամաբանությունը կատարելապես պարտվում է։ Պատմության ընթացքում սիրահետման արվեստը միշտ ղեկավարել են կանայք, կատարելագործելով գրավչության անխոս լեզուն։ Դեռևս 4000 տարի առաջ հին Եգիպտոսում ստեղծվեց շրթներքը, բացառապես սեռական գրգռվածության ժամանակ շրթունքների բնական կարմրությունն ու արյան հոսքը, արհեստականորեն նմանակելու և տղամարդկանց ենթագիտակցորեն գրավելու համար։ Երբ կինը հավանում է տղամարդուն, նա աննկատ ցուցադրում է դաստակները, ուխում մազերը և կոնքերը թեքում այնպես, որպեսզի գոտկատեղի և արտահայտիչ կոնքերի հարաբերակցությունը կազմի ճիշտ 70%, ինչը տղամարդու ուղեղում ազդարարում է կնոջ վերարտադրողական իդեալական առողջության մասին։ Հոլիվուդյան լեգենդ Մերիլին Մոնրոն հմտորեն օգտագործում էր կիսաբաց շուրթերով և կիսախուպ աչքերով հայացքը, տղամարդկանց մոտ պաշտպանի բնազ դարթնացնելու համար, և դիտավորյալ կտրում էր իր կոշիկի մեկ կրունկը 2 սանտիմետրով, որպեսզի քայլելիս անդիմադրելիորեն օրորեր կոնքերը։ Իսկ տղամարդիկ արձագանքում են ավելի պարզունակ և ագրեսիվ ժեստերով, բութ մատները մտցնում են գոտու արանքը, անգիտակցաբար ցուցադրելով առնականությունն ու իշխանությունը ճիշտ այնպես, ինչպես դա անում են արու կապիկներն ու բաբունները վայրի բնության մեջ։ Սերը երբեք չի սկսվում գեղեցիկ բառերով, այն անխուսափելիորեն ծնվում է մեր անգիտակից մարմնական շարժումների լուռ խաղում, որտեղ կենդանական բնազդը հավերժ հաղթում է մարդկային տրամաբանությանը և թելադրում ճակատագրեր։ Անպայման տարածեք այս տեսանյութը և պահպանեք այն մարդկային վարքագծի գաղտնիքները չմոռանալու համար։